Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է, եւ այժմ մենք զրուցելու ենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պարոն Լևոն Շիրինյանի հետ։ Ողջույն պարոն Շիրինյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ այժմ մեզ հետ եք։ Եվ այսպես ազգային ժողովը նորակազմ ազգային ժողովը սկսեց իր աշխատանքները։ Առաջին հարցս կապված է հենց առաջին նիստին, 9-րդ գումարման առաջին նիստից ձեր տպավորությունները կարող ենք ասել, որ ավելի լավն է կազմը, ավելի միտված է աշխատանքին, ձեր տպավորությունները։ Դա եթե ընդհանուր պետության կառուցվածքի մեջ նայենք եւ նաեւ ծագումնաբանությունը, գենեզիսը, ով ինչ է, ինչ նպատակներ ունի, իսկ մնացածը կտեսնենք, էլի, չշտապենք, չնայած առաջին իսկ տպավորությունն այն էր, որ ուրեմն այս Եդինայա Ռոսիայի, որը ուժեղ Հայաստանն է, էլի, գործողությունները պարզ է, որ անարխիկ էին, ոչ կազմակերպված, Համենայնդեպս, եթե կազմակերպված էր, ոչ լավ կազմակերպված, եւ դա ինձ համար հասկանալի է, որտեղ Ռուսաստանից չեն ասում ինչ անեն, թողել են, հետո կասեմ, եւ իրենք սկսեցին գրոհել, տարօրինակ ելույթներ, նաեւ ինչ-որ տրամաբանական, ոչ տրամաբանական եւ այլն, կապրենք, կտեսնենք, բայց ընդհանուր միտումը չի լինելու ավելի լավ քան ոչ թե ասում եմ, որպես վարկապետ եմ, որտեղ այդ նպատակը կա, էլի, միշտ ասել մի բան, դրա ես այդ նպատակը չունեմ, իմը քաղաքագիտականն է, մոտեցում եւ նորից ասեմ, քրիստոնեական ժողովրդավարության տեսանկյունից է Հայաստանի ազգային շահերին գալման իմաստով, Հայաստանի, ոչ հայ ժողովրդի։ Հիմա ինչն է հարցը, տեսեք ինչ կառուցվածք ունի, դե այնտեղ ուրեմն որի վրա խաղում է ուրեմն այդ երկու ռևանշիզմ ասենք, ինչ ասենք, որտեղ դա պետք է կարողանանք բնութագրենք, այնտեղ նախորդում ռևանշիզմը շատ հստակ էր, ես էլ է ռևանշիստական, բայց տեսնենք մնացածը ԿՊ-ն ստացել է 49.7%։ Ուրեմն սա պիտի նկատի ունենալ, որ սա միշտ չհարգելու են, ասելու են դիմացինի մասին խոսքը, բայց իհարկե իշխանության կողմը մենք նաև, ովքեր որ բոլոր դեպքերում իշխանությանը պաշտպանում են, անկախ իրենց արդյունքից, գործող իշխանության մասին խոսքը, մենք ասելու ենք, որ դա կայուն հիմք է տալիս պետականության քաղաքական գծի շարունակականության, բայց խորքի մեջ հասարակության առումով 50 է, կիսվել է հասարակությունը և մի ռսա հատվածն է, այս կամ անկերպ ռուսական սեգմենտն է և վստահ եղեք, որ դրան կառավարելու է Կիրիենկոն, Մարիա Զախարովայի միջոցով, իրենք հասկանան, չհասկանան, բայց դե մի երկուսը գիտեն հաստատ, Այս սա լինելու է, բայց են երկրորդ մասը թե Հայաստան դաշինքի մասին ինչ ասեմ, ոնց որ շնչայեղձ էին եղել, քիչ են տարել, են չեն եւ այլն, որտեղ երևի ամբիցիաները շատ են եղել, նախատեսումները, հիմա ենթադրություն եմ ասում, բայց փաստը դա է։ Հիմա այստեղ ինչ է լինելու, որտեղ մեր ժողովուրդը եթե նայել եք, այսպեսի մի բան չի ասում այսօր ինչպես է վիճակը, միշտ ասում ինչ է լինելու։ Հետո ինչ է լինելու, հետո այսպես է, Մոսկվան երբ ուզենա, ուրեմն սրելու է ներքին հակասությունները, ուրեմն ուժեղ Հայաստանի միջոցով, որ ինքը իրականում Եդինայա Ռոսիայի մասնաճյուղն է, եթե նայեք ելույթները իրար նման են, ռուսների ելույթների, ազգային հայրենասիրական բան էլի, եւ ես նայում եմ, ասենք ում որ ճանաչում եմ, կոռուպցիոներ, բան, եւ հայրենիքից է խոսում, հայրենասիրությունից է, հաջորդը պետք է ասի թքած ունեմ ցանկացած հայրենասիրական ելույթի վրա եւ հայրենասիրության եթե դա կոռուպցիայի հետ կապ ունի, որովհետեւ կոռուպցիան բացառում է հայրենասիրությունը եւ մաֆիոզությունը։ Համարում եք, որ հայրենասիրությունը դա պարզապես թեմա է, որովհետեւ շարք են, հիմա բայց սա ունի մի ֆունկցիա, սա ասում եմ բացարձակ 100%-անոց, հələ որ Հայաստան արդեն գիտենք, տեղական այդ քրյա օլիգարխիկ Ղարաբաղյան կլամելան, այդ ինչ այնքան ենք ասել, այդ ոչինչ չի փոխվել, դեմքներ չեն փոխվել համարյա,
դա այդքան կարևոր էլ չի։ Տեսել ենք նաև ինչի են ընդունակ, պետք է հիմա գորգորում էին այնտեղ գիրանց, հիմա գորգորան չգիտեմ ինչ, էս է, ուրիշ բան չեն արել գործնական, հիմա էս որտեղ ստեղ սա նոր երևույթ է, եւ Կռեմլ ուղղակիորեն մտավ ազգային ժողով, իր մարդով, իր հրամանատարով, եփրետորով քաղաքական։ Հիմա ինչ է բան, սրանց գլխավոր ֆունկցիան է թույլ չտալ հայ ուրեմն Հայաստան Թուրքիա հարաբերություններ կարգավորում։ Այս սրանք գետնին կպարկեն, եթե իրենք չպարկեն Մոսկվայից կպարկեսնեն, եթե իրենք մինչև վերջին շունչը չպայքարեն ուրեմն Թուրքիայի հետ հարաբերությունների կանոնավորմանը, տեսեք ուրիշ բառ չեմ ասում, եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այս իրենց ֆունկցիա սա է։ Ինչու որտեվ հայ ժողովուրդը արդեն ես ռուսական այդ միջավայրի քաղաքական ոռնոցները եւ այլասերվածությունից հուշում եմ, որ սրանք երկու պատերազմից հետո մնացել են առանց արյան առատ այդ պաշարը օգտագործելու հնարավորության հայկական։ Իրենք մեր արյան դոնորն են, իրենք Թուրքիայի դեմ օգտագործում են հայության խնդիրները վիշտը եւ այլն եւ այնտեղ բազար են անում Ալիևի հետ, այնտեղ Էրդողանի հետ։ Սա է լինելու, մնացածը կտեսնենք, ընդ որում ես ասում եմ ոչ հուսադրություն առաջացնելու, ես սովորություն ունեմ քաղաքական ռեալիզմի տեսակետից գնալ մենք ինչ կա, սա է։ Հիմա ասում են փողով են ընտրվել, ինչով են, ընտրվել են, չընտրվեին։ Ձայն է տվել, հասարակությունը ձայն է տվել, ինքը տառապելու ենքան իշքան տվել է, ավելի շատ է տառապելու, որտեղ ռուսները դա շատ են շահգործելու, տեղական մաֆիան առավել ևս, դա բնական է արդեն ես։ Հիմա սա մնացածը բարձ է, որ ինչ է լինելու, քաղաքացիական պայմանագիր վարչապետի գլխավորությամբ պետք է մոբիլիզացիոն հնարավորություններ մեծացնի, որտեղ ճիշտ է որ տոկոսները բարձր, բանը թվերը 64 եւ այլն, բայց այստեղ հասարակության կիսվածություն կա։ Մենք էլ երևի պետք է մտածենք ինչ ենք անելու ենք թե չէ, բնականաբար պետք է պաշտպանենք գործող իշխանությանը, ինչպես որ շարունակել ենք, բայց հանրությունները պետք է հասկանա, որ պաշտպանողները իրենք չեն, այսինքն մենք իրենց հետ նույնական չեն, իշքան բացատրեցինք այդքան չեղավ, բայց երկրի վիճակն է այդպիսի, դուք ուրիշ ընտրության հնարավորություն չունեք, ինչ է, չէ, քաղաքականության մեջ որ քաղաքականությունը վատ թարագույն է, եթե ալտերնատիվ չկա, երբ որ ալտերնատիվ չի լինում, այ մեր ժողովրդի միշտ ստեղծել են Սուլթան Համիդից ալտերնատիվի բացակայություն, որից հետո սկսել են իրար հետ երկուսը բազար անել եւ արյունը խմել, մեկը շատ, մեկը քիչ, մեկը եղբայրաբար, մեկը թշնամաբար եւ այլն։ Հիմա այս պայմաններում մենք պիտի շարժվենք ուրեմն դեպի ապագա անշուշտ, ապագան կարծում եմ, որ կերտվելու է բոլոր դեպքերում Ռուսաստանի թուլացման զուգընթաց։ Ռուսաստանը որևէ ձևով փրկություն չունի, դա բացառված է, այսինքն անկման իմաստով, հիմա կմնա, չի մնա 4 պետություն, կմնա թե 14 պետություն, ինձ բացարձակապես դա չի հետաքրքրում։ Նաև պիտի արդեն մտքի մեջ եթե լինի ներգաղթ պիտի նկատի ունենալ, բոլոր դեպքերում իշխանություն պիտի նկատի ունենա Ռուսաստանից, եթե ներգաղթ լինի, ինչ է լինելու, որովհետև Ռուսաստանը հանգած է աղգում ունենում, պատմական փաստերը, հանգած շրխկոցով ընկնում է, այս վիճակներում հետո հայությունը ինչ է լինելու, որ բոլորը չեն ուր ծացել, բոլորը չեն, մեր ժողովուրդն է լավ վատ, պիտի կարողանանք, մի խոսքով այս պատկերն է, մնացածը, բայց որ եթե նայում եք, այսպես կրակոցներ էին, չի ծախից, որ պատրաստել են գրող եւ այլն, բայց մոռանում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը 7-8 տարի այդ մարտական կոփվածքը ստացել է, դա շատ չի կարող ազդել։ Բոլոր դեպքերում անգազմակերպ էին, այսպես ասեմ։ Կամ էլ հրամանատարներսում չկարողանում կարգավորել։ Եվ այսպես դուք ասում եք, որ Կրեմլը մտավ Հայաստանի Հանրապետության ազգային ժողով։ Եվ պրո-կրեմլյան, եթե Կրեմլը մտավ, նշանակում է նա ունի իր ռազմիկներին, այսպես ասած, իդեմս պատգամավորների։ Եվ այդ պատգամավորները դուք կարծում եք գործելու են իշահ Ռուսաստանի։ Հաստատ, իրենք հասկանալու են թե չէ, դա դժվարանում եմ ասել, որտեղ
վաղուց է նկատված, միստվար զանգված, ինքը իր ազգային պետական շահ չի կարողանում առանձնացնել ռուսականից։ Ինքը որ կատաղի պաշտպանում է ռուսական շահը, շատը մի մասը շահառու է, մի մասը գիտի, ռուսացած է ինքը, բայց մի մասը ազնիվ մաս կա, որը գիտի Ռուսաստանի պաշտպանության մեջ է իր փրկությունը, եւ հայրենական պատերազմը տարօրինակ չի, որ ցեղասպանությունից հետո Ռուսաստանի համար 600,000 մարդուց 300,000 զոհվել է։ Ուրիշ ժողովուրդ լիներ գլուխ կպահեր։ Պաշինյան, այսինքն սա դա է, էլի փրկենք Ռուսաստանը, փրկենք որպես մենք փրկվենք, բայց այդ Ռուսաստանը երբեք Հայաստան չի փրկի եւ Հայություն չի փրկի։ Իրենք այս բանը կա, Ռուբեն Տարբինյանը դա շատ լավ նկարագրել ժամանակին նկատել են եւ դա մնում է։ Դուք այստեղ հետաքրքիր հարց բարձրացրեցիք, այո, ասում եք դուք, ի նպաստ Ռուսաստանի շահերի են գործելու այս հարցերից մեկն էլ հայ-թուրքական հարաբերությունները վկայակոչեցիք, հիշեցրեցիք, եւ բայց հարցը հետեւյալն էր, որը դուք բարձրացրեցիք, միտումնավոր գիտակցաբար թե ակամա է լինելու իշահ Ռուսաստանի։ Ես ասեցի մի մասը ազնվորեն։ Քաղաքական գիծը, որը մի մասը ազնվորեն է։ Նույնիսկ են, բայց այն մի մասը շահարկում է։ Դուք պիտի հիշեք մի բան, որ Արմյաշկա տերմինը ոչ ես եմ առաջացրել, ոչ Ռափայել Պատկանյանը, որ առաջինն է շատ օգտագործել, որտեղ ասել է, որ հասկանան, այլ դա ցարական արքունիկում է ծնվել եւ հայտնի բաներ կան, երբ որ իրենց Ռուսաստանի ամենափայլուն վարչապետներից մեկը, երևի առաջինը, որ չասենք համեստ, Լորիս Մելիքովը, որը ներքին գործերի նախասի վարչապետ էր էլի Ալեքսանդր II շրջանում ֆունկցիաներով, որը փրկել է Ռուսաստանը բառացիորեն եւ Ռուսաստանին տվել է ես իրենց երեսով եմ տալիս, հենց իրենց, որ անտած ձեզ փրկել են։ Լորիս Մելիքովը փրկել է Ռուսաստան եւ ռուսներին առաջին անգամ սահմանադրություն է դրել, որի գիտակցությունն անգամ իրենք չունեին։ Լորիս Մելիքովն է դվել, բայց իր ենթական նախարարները, եթե շուռ էր գալիս հետևից, որոնք քծնում էին դեմ դիմաց բարձը, հենց շուռ էին գալիս Արմյաշկա էին ասում։ Այսինքն ռուսական վերնախավ արհամարում է հայության ամենավերևից ներքև եւ օգտագործում է։ Վրացիները դեպպես չեն վերաբերում, վրացիներին սիրում հարգում են, թուրքերից վախենում են։ Ինչու են հայերը, որտեղ իրենց արժանապատիվ չեն պահում, անկախության ձգտում, երբ որևէ ժողովրդի մեջ չի լինում ընդգծված, երբ որ տարբեր, հիմա հանգամանքները տարբեր են, այս ժողովրդի հանդեպ հարևանների մոտ առաջանում է պատկերացում, որ կարելի է խժռել եւ պիտի խժռեն։ Եվ ինքը խժռելու համար օգտագործել իշքան կարող են։ Դա Լորիս Մելիքովը ամենափայլունն է։ Վերջերս էլ չէ, այս Միկոյանի մասին հրապարակվեց նյութեր, որ Բաքուն խնդիր է եղել սովետական Ադրբեջան ստեղծելուց, Բաքուն դիտել առանձին միավոր, թե չէ, Միկոյանն առաջարկել ամբողջական դիտել, այսինքն Բաքուն, որտեղ թուրք չկար, թաթար-մաթար եւ այլն։ Ուզում եմ ասել, բայց դրանից հետո հարգի դրանց։ Այդպեսի այն ով հարգի, ոչ պետք է։ Տերն էլ չի հարգում։ Եթե արժանապատիվ չի, չեն հարգում, դա ինչ ասեմ։ Այդ ավանդույթը պիտի խախտվի։ Հիմա ինչու չեն հանդուրժում Նիկոլին։ Ռուսները չեն հանդուրժում, այն որ 1000 մի պատճառ կա, որտեղ ես վստահ եմ ինքը անգախ քաղաքական մտածող է եւ իր կարողությամբ ուժերով անսահմանորեն նվիրված է Հայաստանին։ Ինքը ինչպես է հասկանում այդ Հայաստանը, պետությունը եւ այլն։ Դա իր խնդիրն է, բայց որ անսահմանորեն նվիրված է դրան, հաստատ է։ Եվ ինչու՞ Ռուսաստանը։ Ինչու նորից եթե կարելի է ձևակերպել։ Ատում են, ով որ բանացև ունեն, ով Հայաստանի անկախությունը ճանաչում է, ընդունում է եւ ուրեմն դա չի ընդունվում ռուսների կողմից, իրենք ատում են, դա հայ ժողովուրդ ամեն ինչ խոսեն, այդ իմաստով Նիկոլին չեն ընդունում։ Այսինքն անկախ պետականություն Հայաստանը բացառված է, ռուսները ինչ որ հայությունն Արմյաշկա իր համար աշխատել, լավ Արմյաշկա, վատ Արմյաշկա, բայց իհարկե մենք իրենց գնահատականն այդպեսի մենք կներեք թքած ունենք նման գնահատականների վրա։ Ես ասեմ, որ նաև այս մեր ուրեմն այն երյակը ասենք երեք կուսակցություն
հանրապետությունը հանուն հանրապետության եւ քրիստոնյա ժողովրդի ես վստահ եմ ընտրությունների ընթացքում ռուսական գործոնը բացարձակապես աշխատել է մեր դեմ բացարձակապես միանշանակ աշխատել է մեր դեմ որովհետեւ Պարակտելով չէ ինչ են հանձնաժողովներ դուք առանձին գնացիք ընտրությունների Պաշտոնյաները հիմա 3% է շատ էլ գնայինք 3 միասին 3-ի մոտիկ էստեղ բան չի փոխնել սոցիոլոգիան էստեղ ճաշ դենտեղ ռուսական պետական հիմնարկներ կան 1000 քարոշչություն կա բան ոնց միլիոն բան հակակարոզի որտեղ գործուր հասնի որ ասենք Նարիշկինը չէ ժամանակին Եվրասիական այդ խորհրդում հայտարարություն արեց եւ 4 մարդ նշեց որոնք իրենց հասկացածով հակառուսական են եթե ռուսներն ասում են հակառուս են դուք պետք է հասկանաք Հայաստան են սրանք Հայաստան են մնացածները հակառուս են իրենցն են կամ իրենց եթե չեն հանդուրժելիon այսա Հայաստանն է իրենք այդ Հայաստանը բացառված է հանդուրժեն ես ոչ մի կասկած չունեմ որ աշխատել են մեր դեպքում բայց այնքան վատ են աշխատել որ մեր տոկոսը երեքով այնքան ցածր է որ ոչ մի տկետ սոցիոլոգ չի կարող մեկնաբանել դա հետեւապես այսինքն իմ ասածը օբյեկտիվ հիմքեր ունեն այսպես Ես որ շարժում ենք առաջ ոչինչ գորած չի բայց իրենք ունեցան այդ մեծ հաջողությունը իհարկե երկուսն են նպատակ ընտրությունների առաջինը ՔԲ-ին հեռացնել առաջին հերթին վարչապետին իր մերձավոր զինագիծներով դե հասկանում են որ այդ մենակով չի 100 եւ նրանց ովքեր որ չլնելով իշխանության մեջ պաշտպանել են մենք դրանցից ենք Ուրեմն այս մասով հիմնականում հարցը լուծվել է ժողովուրդը պահեց եւ այլն եւ ես ասեմ այսպեսի մի բան բարակա ես ենթադրում եմ որ մեր 3-ի որովհետեւ 3% դա նույնիսկ կեղծելով էլ ստիս մտիս կլինի էլի կամ չի լինի ուրեմն դա չի հարցը մեր ուրեմն այն զանգվածը որին ես չեմ դիմադրել որը վարչապետին ձայն էր տալու եւ ԿՊ-ին ոչ ես ուրեմն գնաց ձայն տվեց այսինքն այդ տոկոսի մեջ այս 3-ի տոկոսը կա այնը էլեկտորատը որ ասում են որ մերն էր բնական քրիստոնեական արժեքների վան գնացին ես անձամբ չեմ խանգարել վստահ եմ որ իրենք չեն խանգարել Փաշինյանին են տվել հաստատ դա Փաշինին ինչու երկիրը կանգնեց ալտերնատիվի բացակայության վրա ժողովուրդը գիտեք ինքնապաշտպանությունը մի զգացողություն ունի ինստինկտ որը միշտ էլ աշխատում է ինչպես ընտանիքում կնոջ բնազդը չասեմ ինստինկտը աշխատում է ընտանիքի համար եթե նորմալ է հայուհին է ուրեմն եւ այդտեղ ինքը չի սխալվում դա բանականը չի հələ շատ մտածված չի բայց զգացում եւ այդ աշխատել է դրա համար այսպես բայց եւ դա լավ է եղել որովհետեւ եթե 4% եւ այլն մեծ բան չէր հասնելու բայց դա վիճակ կառաջանար ուզում եմ ասել սա եղել է եւ այդ իմաստով հարցը լուծվել է եւ մաքսիմում ծրագիրը Մոսկվայի համար տապալվել է փոխել վարչապետին իր թիմով եւ ես շնորհավորում եմ իր նշանակումը ինքը նշանակվել է հիմա երկրորդ մասը բայց ասեմ որ մենք իրենք չեն մեր ժողովրդին դժվար է բացատրել որ մենք ոչ նիկոլական ենք ոչ իրենք ենք իրենք էլ մենք չենք այստեղ տարբեր կուսակցությունների համագործակցություն ինչպես Անգլիայում Ֆրանսիայում որոնք իրավիճակի մեջ որոշումներ են կայացնում հիմա բայց երկրորդ խնդիրը լուծեցին ավելի լավ քան Մոլդովայում էին լուծել հարցեր որն է Ետին Այրասյան իր մասնաճյուղով ընտրել տվեցին Այդ Սամվել Կարապետյանն է Բարձ է, այսինքն տրոյական ձին քաղաքական խորհրդարան մտավ Առաջ դե այնտեղ մի քիչ հայկական էր, տեղական եւ այլն, սրանք բարձ է որ կառավարվելու են Այսինքն ձեր կարծիքով Կրեմլը ոչ միայն մտավ Կրեմլը նախկինում էլ էր Հայաստան ազգային ժողովում, բայց այս անգամ ավելի ուժեղացրեց իր դիրքերը Ինքը դեպարտամենտ ստեղծեց, մասնաճյուղ, ոնց ասեմ, Ետինայ Ռասիա կուսակցության մասնաճյուղ բանում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, եւ դա փաստ է
որի եւ այլն այդ Սամվել Ղարաբաղյանը բարձրապես մեր ժողովրդին ասեմ շատ տագնապեն, որտեղ Ռուսաստանը հալ չունի, ուզի գնալու է վաղը, այսօր ուղղակի պետք է կարողանանք վարպետ անցկացնենք։ Այս հարցերը կան, այնպես որ դրա համար ինքը մինիմում հարցը լուծեց, մինիմումը, բայց սա թույլ է տալիս, որ ներքաղաքական իրավիճակը անընդհատ սրի, ինչը Ռուսաստանի նպատակն է։ Ռուսաստանին ոչ, որ մեկ ասում են, ոչ Բաքու է սիրում, ոչ Քոչարյա, ոչ մեկին է չի սիրում։ Ինքը օգտագործել է սիրում, իհարկե սիրում է նրանց, ովքեր իր մարդիկ են։ Այդ սերը գոյություն չունի։ Ինքը ունեցավ ներքաղաքական կոնֆլիկտ հակազդուներ սրելու եւ դարավոր մեր հարցը չլուծելու մեր ազգային։ Մենք միշտ բառակցված ենք եղել։ Նորից կիսվեցինք 50 է, չէ՞։ 49%, հիմա ոնց ուզում եք ասեք, սա արդեն փաստ է։ Փողով են արել, փողով չեն արել, սա թռնում է հարց։ Շնորհակալություն։ Այսպես էլի, մնացածը, այսպես ասեմ, մենոնց հուշեմ։ Ուրեմն կոնֆլիկտը կառավարելու են Մոսկվայից 100%-ով։ Երեք ես վստահ եմ, որ դիտավորյալ չեն ասել ինչ անեն։ Մի հատ լավ գլուխները պատին տան, մի հատ չկառավարվելով այդպես թփր տան, հետո կառավարեն։ Հիմա մեզ կոնֆլիկտը, բայց մի կենտրոնի չէ, որ կառավարել հնարավոր է։ Ուրեմն մենք էլ այդ կոնֆլիկտը պետք է կառավարենք։ Կոնֆլիկտ ասելը պարակտումը նկատի ունեք։ Չէ, հակասություն ինչ-որ եղավ։ Հակասություն։ Դա պարակտում ասեք, բայց որ պարակտում արդեն բանել եմ։ Ես կոնֆլիկտավորման մեջ եմ ասում, որ այո, ովքեր որ մասնագետ են, հիմա սոցիոլոգներ, քաղաքագետներ, եթե կան իհարկե, այն պորոտախոսների մասին չի գիշերցերեք, որ այո։ Բայց չէ՞ որ ազգային ժողովի падգամավորները մեկ շահ պետք է ունենան Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդումը։ Հայ գեներալներն են եւ օրենքների ստեղծումը, դա է նրանց աշխատանքի բայց իրենք դրա համար չեն մտել նկարագրության մեջ դա այդպես իրենք դրա համար չեն մտցվել որտեղ անհայտ ցուցակներ հանգարց հայտնվում է մի տարվա մեջ ինչ-որ կուսակցություն է հայտնվում իմիջիալս Ռուսաստանն է դրա մեծ փորձն ունի նա 45 թվականից հետո Ֆրանսիայի ազգային ժողովն է կառավարել Իտալիային է կառավարել ես վստահ եմ դուք երևի որ մտածեք կգտնեք պատասխանը Իտալիայի պարլամենտի այդ հսկա մեծությունն ինչի համար ինչներին է պետք Ինչ են անում, ինչու չեն դառնում նախագահական իմը, կակեպի մասնաճյուղ ունեին, նրանք ենքան շատ դեպուտատ ունեցան, ասին տեսնեք ես կան վերբով կա, ռուսերեն եմ ասում, ոնց է կանելու, ինչ կանել անեք չի ստացվելու, այս փորձերը կան, դրա համար մենք այսպես ասեմ, մեր քաղաքականությունը պետք է գիտականացվի, կոնֆլիկտը կարելի է Մոսկվայից կառավարել եւ կառավարվելու է այդ ներդրված, ուրեմն պիտի կառավարել նաև այստեղից։ Ես նորից փորձեմ իմի բերել ձեր խոսքը, դուք ասում եք, ես ասի շահերի բախում, պարակտում դուք ասցիք կոնֆլիկտ, եկեք փորձենք հասկանալ, ազգային ժողովում եթե կա կոնֆլիկտ, եթե չոր, այսպես սխեմատիկ նկարագրենք, մի հատվածը Հայաստանի պետականության ամրապնդման կողմնակիցն է, պետք է կոնֆլիկտը, այսինքն ինչ-որ հակադիր պետք է լինեն, չէ՞։ Վարչապետը ունի հենարան, ինչի վրա կռիվ է գնում։ Ինչի շուրջ, հակադիր ցանկացած հարցի շուրջ, բայց ասեցի իրենց խնդիրը։ Չէ, արմատը վերցնենք, ցանկացած հարցը դա բխում է հիմնական հարցից, ճիշտ է, ցանկացած հարցը, դրանք հիմնական հարցին ի նպաստ կամ ի վնաս պետք է լինեն։ Ինչ հակադիր կողմեր են, մեկը Հայաստանի պետականության ամրապնդումն է, մյուսը Հայաստանի պետականության վերացումն է։ Այո, եւ նանոր թրիպի տապալումը։ Հայաստանի այսինքն ցանկացածի համար, ովքեր որ քաղտեխնոլոգ չասեն, տեխնոլոգ են, իսկական Պարզ է, որ Հայաստանը տնտեսական տեխնոլոգիական թռիչք է ունենալու, միանշանակ։ Եվ եթե խաղաղ լինի եւ այլն, մի 5 տարի հետո Հայաստան բոլորին ուրիշ է լինելու, եթե թրիպը աշխատի։ Բայց թրիպը ռուսների խնդիրը թրիպը տապալելն է։ Թրիպը տապալել լավագույն ձևը Թուրքի խաղացնելն է։ Մենք ուզենք չուզենք եւ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները դարձել։ Դե երեք արին են, չէ, չասում ես, մե թուրք տեսել ես, այդ նույնն է բաղնիկ գնացել ես։ Թեման խաղացել։ Բայց հա, գիշեր ցերեկ ով որ
Հայաստանաշահ գործանի, պիտի ասեն թուրք է, բան է, ուրեմն ես կներեք օդի մեջ, մի ապուշի տեսակ դա հայ, գիտի ռուսի շպիոն լինելը գերատասելի է թուրքի շպիոն լինելուց, երկուսն են արգահատելի է, հայ ոչ մեկ շպիոն չպիտի լինի, ռուսի առավել ևս, որտեղ այսօր մեր պետության հիմքերը նա է խանդում, հիմա նա է մտել ուղեղներ, այս հայվանները դա են անում, թուրք, ինչ թուրք, ինչի մասն է խոսքը, պիտի հարաբերվենք, եթե չենք հարաբերվում, ուրեմն վերադառնում ենք Արցախի այն հանձնման վիճակներին, այն որ եղավ եւ անն, եղավ ուզում եմ ասել, այս բանը, իրենց խնդիրը, ռուսների խնդիրը տեխնոլոգիական ամերիկյան նախաձեռնությունը տապալելն է մեկ եւ երկրորդ ֆրանսիական ռազմական եւ այլ աջակցությունն է տապալելը հաստատ է դեպքում ուզեք չուզեք եւ ամենասկզբում էլ ասեցիք հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կամ նորմալացումը տապալելը կանոնավորում ես ասում ես հայ-թուրքական չեմ ասել ասի Հայաստան սպյուրք ինքը գիտի Հայաստան-Թուրքիա որպես պետություն հարաբերությունը կանոնավորում է դա Ռուսաստանի մահ է մենք որովհետև իր ձեռից այն հայկական արյան պաշարը վերցնում ենք եւ մեր արյան վրա դողում ենք, ափսոսում ենք, որ ինքը մեր արյունն օգտագործի իր գիշատիչ նպատակների համար մեր դեմ։ Ինչպես ցեղասպանության տարիներին եւ փաստը։ Եվ դա լինելու է։ Հիմա այս գործընթացը եւ նաեւ բարձ Ադրբեջան բան եւ հարաբերություն։ Շնորհակալ եմ Գովազեն քարտարամիջերուն, Գովազից հետո խոսում ենք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, կարծես վատ թարացել են, այդ հարցին փորձենք ձեր մեկնաբանությունը ստանալ։ Գովազ դե եթերում սիրելի բարեկամներ մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։
Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ զրուցում ենք պարոն Լևոն Շինյանի հետ, քաղաքական գիտությունների դոկտոր, եւ այսպես կարելի է ասել պարոն Շինյան, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի եւ ավելի են վատթարանում, ընդհանրապես կարելի է ասել, որ Ռուսաստանը սրում է հարաբերությունները Հայաստանի հետ, եթե այո, ինչու՞։ Այո, բայց նորից մի տերմին օգտագործենք, ինչ որ Թուրքիայի բարակայով ասենք, հատկապես ռուսամերների համար ասեմ, որ ինձ համար եւ հայության համար հաջորդի կենսական շահերի Թուրքիա, Ռուսաստան նույն բանն են։ Այսինքն, այս կներեք, այս ապուշկա տեսակ, մի հատ գիտի ԿԳԲ-ի լրտես լինելը ռուսական, Հայաստանի դեմ, հայրենասիրական գործ է, Թուրքիայի հետ բարևելը, ես եմ ինչ է, ու երկուսը վատ է։ Հիմա ասեմ ձեր հարցի պատասխանին։ Իհարկե սրելու է հարաբերությունները, որովհետև երկու գործոն կա։ Նախ մեր ցանկությունը կա եւ մենք հասկանում ենք, որ եթե մենք քաղաքականություն եւ կյանքը մեր չենք դիվերսիֆիկացնում, մնում ենք Քոչարյան Ռոբերտ եւ Սերժի այն ախորում, որ ստեղծել էին։ Եվ մեր դիրքերում միշտ լինելու է Պահածոյի ժեշտ։ Այս միանշանակ է, դա Ռուսաստանը շատ է ձեռնտու, կառավարել եւ այլն։ Ուրիշ երկրի էլ է ձեռնտու, բայց դրա անունը չեմ տա։ Այդպես լինել է, թույլ Հայաստանը ձեռնտու է կրբանում, դրա ասում են երկու հաթոռի մի նստեք։ Իրենք հիմա 1000 ցցի են նստել, հատկապես չինական ցցի, բայց մեզ ասում են երկու հաթոռի մի նստեք։ Մեզ երեխի տեղ են դրել, անուղեղի բանի էլի, դետեց է։ Ցավալի է, բայց այդպես։ Հիմա իրենք դա սրելու են, ինչքան կարող են, որպեսզի հարցը փակեն մեր Որ հարցը։ պետության կայացման, բայց քանի որ ուժերի նվազում ունեն եւ տեխնոլոգիապես խոսքը պատերազմներ չի ուկրաինական, տեխնոլոգիական հետամնացությունն է եւ դեմոգրաֆիական վիճակի փոփոխությունը։ Ասենք, եթե հիմա նորմալ ռուս լինի, վերցու, այլ Ուրալից արևելք տղամարդ ազգաբնակչության մի զգալի մասը արդեն 14-15 չինական ծագում ունի։ Ուրեմն եւ Ռուսաստանը բառացիորեն տեղավորված Չինաստանի տակ, նա այլևս դուրս չի կարող գալ։ Կարող է 100 տարի, իշքան դիճարճարվի։ Ուրեմն այս պրոցեսները անկասելի են, դա մենք չենք անում։ Էլ չեմ ասում Ուկրաինան եւ այլն։ Հիմա այս բարակայում ինքը քանի որ չի կարող, պետք է լարումներ առաջացնի, այդպես մի հատ եֆրեյտոր ուղարկի։ Ես էլ մտածում եմ Արա Աբրահամյանին երբ է ուղարկելու։ Բայց չի ուղարկում ինչի, որտեղ նա ինչ էլ խոսի, ոչ մեկ բան չի հասկանալու, դրա համար չի ուղարկում։ Բայց օգտագործելու են որ։ Հիմա մնացած հարցով մենք հարաբերությունները իրենց հետ վատացնում ենք, թե չէ, ինչու։ Մենք հեգելյան, այսպես ասած, դիալեկտիկայի օրենքներից մեկն ենք կիրառում, բացասումը, հնի վերակրկնություն նոր պայմաններում, հնացածը շպրտել, նոր զարգացում, հնի բազայի վրա հրաշալի գիտեք, մենք մեր ազգային պետականության վերականգնման ճանապարհով են գնում, որը իրեն ձեռնտու չի, հետ ձեռնտու չի, ինքը խանգարում է, բայց մենք գնում ենք։ Դրա համար ես կասեի ոչ թե ընդհանուր, ոչ թե մեր հարաբերությունները վատանում են, խոսքը դրա մեջ չի, այլ նրա մեջ է, որ մենք արևի տակ մեր տեղը վերականգնում ենք, իրեն ձեռնտու է, թե չէ, իրեն ձեռնտու չի, որտեղ ինքը ասեցի Լորիս Մելիքովի օրինակով, օրինակ աբսուրդ էլ կա, ես դպրոցը երբ ավարտել եմ, չեմ իմացել, որ Այվազովսկին հայ է, ռուս մարինիստ, ծովանկարիչ, երրորդ կուրսում եմ համալսարանում, երբ որ դասախոսն ասեց, եւ ես ընդորում լավ սովորող եմ եղել, մարդիկ էջ խաբարել չէին, որտեղ իրենք այդպես գրում էին, հայերեն գրածեր, ռադիոն խոսում էր, արտուկը խոսում էր եւ այլն։ Իրենք այս տեսակ են մեր հանդեպ, բայց դա ազնվակույն հայ է իր ամեն ինչով, ինչպես կարող է նոյ նկարածը լինել ռուս մարինիստ, ինչի մեկ ծով չենք ունեցել, դու ծովից ծով Հայաստան որտե՞ց է ծովել։ Այդ աբսուրդներ են։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այս բանը ձևաչափը խախտվում է, ինքը հոգեբանորեն կառուցվածքով մեռնում է, էլի, դրա համար իրենք սրում են, ուղղակի ոնց ասեմ,
իրենց ասեմ իրենց մահացողի ճիճն է, գիտեք, կա երկունքի ցավեր, կա նաև մահվան ցավեր, մահվան Ռուսաստանը մահճում է ցավ, և իր ամենահավատարիմը, էդ էլ աբսուրդ տերմին է, ասեմ ինչու համար, ամենահավատարիմ հայ ժողովուրդը իրենից արմյաշկեն հեռանում է, իրենց գիտակցության մեջ, բայց իսկական հայերը թքած են հեռանում, չեն հեռանում, վերականգնում են իրենց պետությունը։ Հիմա ինչն է հարց, իրենց համար դա տարօրինակ է եւ այդպես որտեւ իրենց ներշնչել են, որ իրենք մեզ փրկել են, բայց մենք ենք իրենց փրկել, գիտեք ինչով, մենք իրենց այն գլխից ենք փրկել։ Քրիստոնեությունը Սվյատոսլավը 988 թվին բանում այդ Կիևի այդ Դնեբրում եւ հայ իշխանուհուց է ստացել, այսինքն ինչի են մարդիկ կրոն փոխում եւ այլն, ընդհանրապես էս, որտեղ այնպեսի անգում են ունենում, որ դրանց վերջը եկել է եւ Դնեբրում լողացրին լողացնել այդ տանն իշխանուհին սրանց լողանալ սովորեցրեց, քաղաքագործություն, մշակույթ եւ այլն, այստեղ հարցը թե ով ում փրկել։ Բայց մենք իրենք ընդհանրապես մեզ փրկության հետ կապ չունեն, որտեղ մենք ինչքան ռուսի ձեռքով փրկվել ենք, այնքան կրճատվել է մեր տարածքը։ Վերջի փրկությունը եղել Արցախահայության, որ 23 թվականին մենք սեպտեմբերի 10-21-ին փրկվեցինք բրծանք։ Սա ռուսական փրկության ավանդույթ է հայության հանդեպ։ Չեմ մտնում ուրիշի հետ հարցեր ոնց է։ Դրա համար մենք մեր պետությունն ենք ստեղծում եւ դա անկասելի է։ Անկասելի է, հիմա խնդիրն է, որ այն բանաձևը, որ աշխատեցվել է, որ Ռուսաստանը լինի միջնորդ եւ այլն կարգավորի, այդ ինչու են հիշում, եկել են Լավրովը մնում զառանցում է 3+3, ինչ 3+3, որ իրենք մեջը խցկվեն, որ չթողնեն կոնֆլիկտի կարգավոր եւ այլն հարաբերությունների նորմալացում եւ այլն, բայց դա անցած բան է, մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք պիտի ընդունեն, ես իրենց խորհուրդ ունեմ տալու, մտածեք երկու ռուսների մասին է, ինչպես մաքրվեք պատմական ոճիրներից, որտեղ ոճրագործներ են, շատ ժողովուրդների համար, մեր համար առավել եւս, ստով բանով էլի, եթե լավ բանել է եղել, մենք ավելի շատ ենք արել լավ բան, քան իրենք, մենք նույնիսկ գիտեք առաջի հայությունը հայրենական 1812 թվին է մասնակցել ռուսների կողմից ֆրանսիացիների դեմ, հայությունն էլ է իր այդ բաները, կապանքները, էլ մնացածը չեմ ասում, 300,000 հայորդի է զոհվել, Արցախից Չարտախլու գյուղը իրենց բանակին սովետական, իրենց այնքան գեներալ մարշալ է տվել, որ իրենք գլխով չեն տեսել, եթե դուք ազգություններ անեք, այդքան ռուս չկա մարշալ, իշքան որ մեզից են ստացել, եւ այլն, ուզում եմ ասել որ մենք, բայց իրենք իշքան մեզ փրկել են, կրկնեցի, ուրեմն բան է լինում, մենք կրճատվում ենք, փաստ ասեմ, մենք իրենց հետ ունենք մի օրինական փաստաթուղթ, որի մասին ոչ մեկ չի խոսում, իրենք առավել եւս, մեր կողմը չգիտի, այս սովետական պատմաբանի աճեցրած Արմենոյի տեսակը, չգիտի իր պատմությունը եւ չի ճանաչում իր շատ, չգիտի, չի հասկանում, որն է դա, դեկտեմբերի 2-ին 20 թվականի դրոլեգրամ պայմանագիր կա, համաձայնություն, երբ որ Ռուսաստանը պայմանագրով ընդունում էր ուրեմն Երևանի նահանգ եւ հիմա որ ասում են սահման չկա, ոչ ամեն ինչ բարձ պայմանագրի 3-րդ կետն է, այդ ամենը կա, ինքը եկավ մեզ թուրքերի միջոցով փրկեց 50,000 քառակուսի կիլոմետր առնվազն տարածք ունեցող, քիչ եմ ասում, Հայաստանի առաջին հանրապետությունից թողեց 31,000, այս ինչ որ մնացել է, երբ որ անգլիացիները 19 թվին, հայերը պիտի իմանան, չէ, ուրեմն Կարսը նահանգը ամրոցով բանով օգնել են, որ մենք վերադարձնանք, մեր պետության Կարո Սասունու մասին են խոսում, Շիրակի նահանգապետներ, Կարո Սասունի եւ այլն, այս Կարսի նահանգը այդ վերադարձի միացրել են, անգլիական զորքով են արել, մեր եւ անգլիացիքային, այդ ամրոցը, ուրեմն Կարսը օրթի արդահանով տվեցին, այդպես ասենք տվեցին,
մենք ենք։ Երկրորդը, հետո Խադիսյանին նստեցին գնացին Նախիջևան, անգլիացիները, եւ Նախիջևան Շարուր եւ այս ամբողջ տարածքը Աստվածաշնչյան Հայաստանն է, նոյի, չէ, հայտարարեցին Հայաստանին մեկըտմիշ տրված եւ այլն եւ այլն։ Ռուսը եկավ, հիմա հարց է, Կարսը ուր է, Նախիջևանն ուր է, ուրեմն Արարատ ուր է, Մասիսը, հիմա վերջինը Շուշին ուր է, տեսեք ինչ ունենք, 3 բարձունքը, Արարատն է, հարավում, չէ մեր, ես չկա, ընդ որում, Մասիսի պարագա շատ հետաքրքիր է, որ Դրոյի զորագունդը, որ առաջին հանրապետություն իգդիրում էր գրվում, թուրք չգրավել, մինչև վերջ, ոնց որ թե լաչիններ սրանք չգրավեցին, հետո տվել է, ինքը իր չունեցածը տվել է, ու իրենք պատմությունը մեջ Հայաստան-Ռուսաստան դիտում են 21 թվից, ինչ իրավունքով, այդ ոճրագործներ, Հայաստանը միջազգայինորեն ճանաչված պետություն էր, սա ասում են, որ ազգային ժողովի պատգամավորն իմանան, առաջին հանրապետություն սովորեք, ելակետը ստեղ է, ոչ թե 21 թվին է, 21 թվին են ինչ որ կա հիմա, և ուրեմն Նախիջևանը էսպանը արեցին, տեսեք կետերը, Կարսի բարձունքը, եթե Արմջան Հայաստանում եղել եք, դա կետրոնը Վանանդն է, հզոր բարձր Թուրքին, հզոր բարձր Մասիսը և հզոր բարձր Շուշին, երեքներ Ռուսաստանը տվել է Թուրքիային, հիմա ես ապուշել էլ ասում է թուրք տեսել ես, դու ռուս տեսել ես, հա, թե ռուսական բանկա գրբանըտ, չգիտեմ ինչ, ուզում եմ ասել այս բաները, հիմա մենք հարաբերությունների, և մնաց Հայաստանը այսօր որ կա, 29 էր գրվում, այդ ալմատիման, ինչ որ թիվը մնաց, 31,000-ը 21 թվին արդեն կար Ռուսաստանի այդ Հայաստանը կտրտելուց հետո Մոսկվայի դաշնագրով, բան չի փոխվել հետո, այդ մնացածն է մի քանի հազար կիլոմետրել հայ քարտուղարները, հայ գործկոմի նախագաները, դե հայ ընտանիք է պահում, ծախած կլնեն էլի Թուրքին։ Պարոն Շինյան, ավարտենք հետևյալ հարցով, չէ, մի հարց էլ տամ, ինչ եք կարծում, ինչին է ձգտում Ռուսաստանը եւ որ դեպքում Ռուսաստանը կդադարի սրել հարաբերությունները Հայաստանի հետ եւ կխախանդվեն հարաբերությունները, էլի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կլինեն բարեկամական, որ դեպքում։ Դա երկար ժամանակի հարց է, բայց ինչն է խանգարում։ Երբ որ հիմա ինչն է, մենք կունենանք տեխնոլոգիաներ եւ մենք կունենանք, հիմա ամերիկացիներն օգնելու են ունենանք, բայց մենք պետք է լավ աշխատենք, չգցենք նրանց վրա, այն ժամանակ չոք մեզից տեխնոլոգիաներ կխնդրեն, մենք կտանք թե չէ, մենք գիտենք այս ժամանակ։ Հայաստանի ուժեղանալու պարագայում։ Իսրայելը տեխնոլոգիաներ է մատակարարում աշխարհին, շատ բան չանել։ Մենք այդ բոլոր հնարավորություններ ունենք, մենք ուրիշ վատ բան ունենք։ Մենք KGB-ն ունենք ռուսական եւ վարակված ռուսական մտածողությամբ հայություն ունենք։ Ես չեմ վիրավորում, դա վարակ է։ Դա խանգարում է, դա չպիտի լինի, ոչ ամերիկյան, ոչ թուրքական, ոչ հայկական պետք է մտածողությունը, նորմալ իմաստով, եւ Մել Գիբսոնն էլ էս էլ հուշեմ, տեսեք ինչեր է ասում հայ ժողովրդի առաքելության մասին, հրաշալի բաներ են, Քրիստոսի չարչարանքները նայեք, տեսեք, դա մեր կոդն է, դա մեր առաքելությունն է, մեր արժանապատվությունն է, եւ դրա մեջ ես ասեմ, Նախիջևան երբ հանձնեցին ռուսները հանձնեցին Ադրբեջան Թուրքիային, որպեսզի մեր քրիստոնեական արմատները ոչնչացնեն։ Բարձ է ինչի համար, դե Նախիջևանում է Նոյը, Իջել եւ այլն։ Այստեղ է, այսինքն նրա հարվածը մեր դեմ քաղաքակրթական է, մշակութային, մենակ տարածական չի, քանակական չի։ Հետո էլ Ուրարտուն կտրեցին, Ուրարտուն, չէ՞։ Հետո էլ եւ այսօր ինչ ստացվեց Արցախի մշակութային կոթողները, որոնք եկեղեցա քրիստոնեական են, դա հանձնեցին, իրենք են հանձնել, և սրանց միջոցով, Եդինայ Ռասիայի միջոցով, օգնությամբ կամ լուր համաձայնությամբ, և այսօր հանգիստ չեն տալիս։ Հիմա այս բոլորը կանցնի, իհարկե անցնելու է, որովհետև մի բան կա, ես ուզեմ չուզեմ ասեմ, ուկրաինական բանակի հրամկազմը փոխվել է,
ուկրաինական բանակն ունի գերժամանակակից տեխնոլոգիաներ եւ ամերիկացիք են խոստովանում, որ շատ հարցերում իրենք այդ վիճակը չեն արել, չի եղել եւ այլն։ Երկրորդը ունեն գեներալիտետ արդեն, ունեն, որոնք հայտնի է, որ բանը Վատուտին եւ այլն, այսինքն սա ուկրաինական ժողովրդին հատուկ է ստրատեգիական մտածողություն եւ ռուսից դաժան լինելը։ Մորթելու են իրենց արածի համար, որովհետև տեսեք ինչ է դնում, իրենք խփում են գործարաններ բանանում, ռազմագույն, իրենք երեխեքին են սպանում ստեղ, մոնղոլ թաթարական է սրանց ավանդույթը, նույնն է, եւ այլն, ուզում եմ ասել այս հարցը, մենք հիմա ինչ պիտի անենք, համարձակորեն, այո, քաղաքականություն Հայաստանը պիտի իր բանը, իշկանով համաձայնել, իշկանոջը գլուխները կարը, ես շատ չպիտի տառապել, եւ ռուսական քարոզչական ազդեցության միջոցները պիտի կանգնեցնել Հայաստանում, լեզու կիրառություն, ով գալիս է, ես բան չունեմ այդպեսի, ով Հայաստան է գալիս, առաջին հետին ռուսները, սրճարաններում եւ այլն հայերեն պիտի խոսեն, ինչպես որ մենք գնում ենք, մեկը չի խոսի, չէ՞։ Մատել ասում են հիմա փողոցներում են արկելում են եւ նորմալ է, ինչու որտեղ մենք աստվածաշնչյան ենք, Հայաստանը, ես չէ։ Հայաստանը աստվածաշնչյան իրենք շարքային մի ժողովուրդ են։ Եղել են չեն լինելու, եթե խելքներ գլուխներ չկա, եթե կգա իրենց գործն է, այն ժամանակ կմտածեն, սերունդների թողենք այդ հարցը, որովհետեւ ինչքան մենք հեռացանք, այնքան Աստծու մոտենալու ենք, սա մեր բանաձևն է։ Հետո կտեսնենք։ Շնորհակալ եմ, պարոն Շինյան։ Խնդրեմ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Լևոն Շիրինյանն էր մեր զրուցակիցը, քաղաքական գիտությունների դոկտոր, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, զրուցը վարում էր Գայան Արաքելյանը, բարին ձեզ։